կուզենայի նորից վերադառնանք թագավորներին, որովհետև ի վերջո այս ժամանակվա պատմությունը հիմնականում թագավորների պատմություն է, չէ՞, այսինքն սա ոչ թե ժողովրդի պատմություն է, ոչ թե անհատ մի մարդու պատմություն է, այլ հիմնականում պատմությունը արտահայտվում է թագավորների գահակալմամբ, թագավորների գործերով, չէ՞, եւ այդպես է մնում պատմության մեջ։ Սա մի դինաստիա է, թե մենք չգիտենք։ Տեսեք, ես որպես հնագետ պետք է ասեմ, որ գիտեք, իհարկե արքաները չափազանց կարևոր դեր են կատարել, հա, եւ արքայական գաղափարախոսությունը շատ կարևոր առանցքն էր urartakan պետության։ Նույն արքան ըստ երևույթին Խալդի աստծո տեղապահն էր երկրի վրա։ Եվ տարբեր գործողություններ, որ իրականացվում էին արքայի կողմից, հա, դա նաև, այսպես ասած, Խալդի կամքով էր ճակերտների մեջ լինում, այսինքն դա լեգիտիմացնում էր արքայի արարքները, դա կլիներ պատերազմ, շինարարություն, թե որևէ այլ բան, բայց մենք եթե ֆիքսվենք միայն արքաների վրա, մենք ամբողջական պատկերը չենք կարող ստանալ։ Ինչ վերաբերում է դինաստիաներին, տեսեք, շատ հետաքրքիր դրվագներ կան, որոնց մասին շատ քիչ է խոսվում։ Օրինակ, տեսեք, Սարդուրի, այսպես կոչված Սարդուրի առաջինը, Արամեից հետո եկած Արամեից հետո, բայց հարցը նա եւ Արամեն իրար հետ կապ ունեցել են, թե ոչ, ուրեմն հիշատակվում է որպես Լուտիպրիի որդի։ Ով էր էս Լուտիպրին։ Հա, տեսեք, օրինակ, այս բառերը, այս Լուտիպրին ոնց որ թե բաղկացած լինի ուրարտերեն լուտու, կին, եւ իպրի, որ խուրիերեն ուրարտերենում դառնում է էուրի բառերից։ Դրա մասին շատ անդրադարձել է, շատ հետաքրքիր կերպով անդրադարձել է մեր նշանավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը։ Այսինքն ով էր, մենք չգիտենք։ Կարծիք կա, որ Տուր Աբդինում կար մի գահակալ Լապտուրի անունով, որը կարող էր նույնանալ Լուտիպրի հետ, բայց որը ենթադրություն է, այդպիսի ենթադրություններ շատ կարող են լինել։ Գալիս ենք ուրեմն Արգիշտի առաջինին, թե չէ, մեր Ուրարտուի ամենահզոր գահակալներից մեկն է։ Բայց Արգիշտից առաջ, ուրեմն, տեսեք, երբ որ Իշպուինին Մենուան, հա, այսինքն Իշպուինին մի պահ գահակալում է, այսպես կոչում ենք համատեղ գահակալություն իր որդի Մենուայի հետ, նաև տեքստեր կան, որ նրանց հետ հիշատակվում է Մենուայի որդի Ինուշպուան։ Եվ ունենք նաև մենք իրեր Արգիշտից բացի մի որդի էլ է եղել։ Այո, եւ մենք ունենք իրեր, որտեղ ուրեմն Ինուշպայի կողմից նվիրատվական են նրանք։ Սովորաբար նման երևույթը հատուկ է արքային։ Այսինքն չի բացառվում, որ նաև Ինուշպան ինչ-որ կարճ փուլում եղել է արքա։ Արգիշտից առաջ։ Հետո ինչ եղավ։ Մեր տեղեկությունները լռում են։ Ընդ որում իդեպ ասեմ, որ օրինակ շատ հետաքրքիր է այս առումով, որ մենք Արգիշտի մասին, Սարդուրի մասին, Սարդուրի երկրորդի, կարծես թե Սարդուրի առաջինի, որը ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է Սեդուրի անունով, Իշպուինին կարծես թե Ուշպինա անունով, բայց օրինակ Մենուայի մասին հիշատակություն չունենք։ Ու տեսեք Մենուային այս Շամիրամ եւ այլն, չէ՞, նույն այս Թարիրայի Մենուայի կողմից Թարիրային արձանագրություն ձոնելու այս արձանագրությունը որ կա, որ Մենուայի ջրանցքի մոտ է եւ պատկերացրեք գեղեցիկ, ուրեմն դարավանդաձև խաղողի այգի է նվիրել Մենուան Թարիրային։ Վանի մոտ, այսօր Արտամետի մոտ, այո, Կատեպանցի մոտ, այդ նույն տեղն է, նույն աշխարհագրակ, որտեղ կա ուրեմն Արա գեղեցիկ, որտեղ սկիզբ առել Արա գեղեցիկ եւ Շամիրամ պատումը եւ նաեւ որտեղ նաեւ կա Արտաշես եւ Սաթենիկ պատումը Թովմա Արծրունու կողմից եւ երբ որ Արտաշես, ես մի հոդված ունեմ այդ մասին, եւ երբ որ Թովմա Արծրունին պատմում է Արտաշեսի կողմից Սաթենիկին այդ այգիներ կառուցելու եւ այլն, ու նաեւ քաղաք, այնտեղ ոնց որ ուրարտական քաղաք կառուցելու մասին հիշատակի։ Հետո օրինակ տեսեք, նույն օրինակ շատ հետաքրքիր է Ռուսա առաջինը։
Սարդուրին տեսեք պարտություն կրեց այն ուրա այսպես կարելի Սարդուրի երկրորդի հաջորդը, Սարդուրի երկրորդը, որը մի պահ հին աշխարհում, նու կարելի ասել կարևորագույն խաղացողներից մեկն էր, հա, նույնիսկ ավելի կարևոր մի պահ, քան Ասորեստանը, ի վերջո պարտություն կրեց։ Եվ մենք չգիտենք ինչ եղավ Սարդուրի հետ, հա, եւ գահա բարձրանում մեկը, որ իրեն անվանում է Ռուսա Սարդուրորդի։ Մենք նաև շատ գիտենք, որ նաև տարբեր արքաներ նույն կարող են ունենալ անուններ եւ նաև գահակալության ժամանակ վերցնել ուրիշ անուն, չէ՞։ Դա նաև Եվրոպայում եւս տարածված էր։ Ուրեմն տեսեք, շատ հետաքրքիր է ասորեստանյան մի սկզբնաղբյուրը մուծածիրի տաճարից, որ ավարի շարքում հիշատակում են, որ հիշատակվում է Սարդուրին, Ռուսան ու այնտեղ բան կա, արձանագրություն կա, որ ասում է ես ասում է բանով երկու ձիերով, եթե լավ չեմ հիշում, իմ կառապանով այս երկիրը ոնց որ վերցրեցի։ Հետաքրքիր է, որ սովորաբար Տեր են անվանում Խալդի աստծուն։ Տեր մակտիրը տրվում են, օրինակ Ռուսան մի արձանագրություն կա, որ Տերը անվանում Թեշեբ աստծուն, ամպրոպի աստծուն, սա շատ հետաքրքիր է եւ մի արձանագրությունում Խալդին ի վերջո գերագույն աստվածն է, եւ տրամաբանական կլիներ, որ իրեն անվանում էր։ Բայց նաեւ տեսեք այն հզոր ռազմիկ Խալդի կերպարը, որը պետքա հաղթանակներ բերեր ուրարտական պետությանը, էլ չի աշխատում, որովհետև պետությունը սկսում է այն Խալդին, որը իր անհաղթ նիզակով կամ իր անհաղթ զենքով ապահովում էր ուրարտական բանակի հաղթանակները, էլ չի աշխատում, պետությունը պարտություններ է կրում։ Եվ նաև տեսեք մի արձանագրությունում նույն Ռուսան իրեն անվանում է Ուեդիպրի։ Նու գիտենք, որ շատ հաճախ ուն, որ ձայնավորից առաջ հնչում է կամ ձայնավորների միջև կարող է տալ V, հա, կամ ու W-ի պես, անգլերեն W-ի պես մի բան։ Հիշում եք Լուտիպրին։ Այո։ Հիմա այստեղ Ուեդիպրին կա մենք ուրարտական կնոջ երկու անուններ, որը ուրեմն Ուեդիա կամ Ուեդիանի, Վեդիանի եւ Լուտու։ Էլի ունենք համենայն հավանականությամբ այս կին կամ կարող է այստեղ ուրիշ բառ լինի, բայց շատ նման է եւ իպրի էլի Տեր այդ բառերը շատ հետաքրքիր է։ Եվ դա նաև կարող է լինել Ռուսայի Մագդիրը։ Նույն, տեսեք, շատ կարևոր է, թե երբ է գահակալել նույն Ռուսա Էրիմենայորդին։ Արդյոք եղել է գահակալ Էրիմենա անունով։ Այստեղ կարծիքները ուրարտագիտության մեջ խիստ տարբեր են։ Ոմանք ասում են, որ օրինակ Ռուսա առաջինից հետո, հա, երբ որ Սարգոնը վերցրեց Մուծածիրի տաճարը, հա, Մուծածիրը կրոնական կենտրոնն էր, Մուծածիրը կարևորագույն կրոնական կենտրոն էր, ասում են, որ իրոք Ռուսա առաջինը ինքնասպան եղավ, ինչպես ասում են ուրարտական ասորեստանյան աղբյուրները եւ մյուս Ռուսան, որ հիշատակվում է հետո, դա արդեն Ռուսա Էրիմենայորդին էր։ Կարծիք կա, որ օրինակ Ռուսա Էրիմենայորդին նախորդել է Ռուսա Արգիշտորթուն, այսինքն Ռուսա երկրորդին, եւ այստեղ շատ տարբեր են կարծիքները։ Բայց օրինակ նույն Ռուսա երկրորդի վերաբերյալ, ուրեմն ասորեստանյան աղբյուր ասում է Ռուսան, ում անվանում են Յայա։ Տեսեք, այսինքն մենք շատ հաճախ այն ուրարտուն, որ կա, մենք թվում է թե գիտենք, բայց շատ բան չգիտենք։ Տեսեք, եթե օրինակ այդ ասորեստանյան այդ նամակագրությունը չլիներ, մենք չենք իմանալու, որ Ռուսային Յայա էին անվանում։ Այսինքն նաև օրինակ Ռուսա մի ասորեստանյան էլի հաղորդագրություն կա, որ պատմում է, որ Ռուսայի դեմ Ռուսա Սարդուրորդու ապստամբել է իր որդի Մելարտուան։ Այսինքն մենք էլի չենք իմանա, որ այսպիսի կերպար է եղել եւ որդին ապստամբել է հորդեն, որովհետեւ վիճակը լավ չէր, կիմերներն էին, ասորեստանցիներն էին եւ նաեւ ներքին պարակտում կար եւս երևույթին ազնվականության մի մասի հետ, հավանաբար նաեւ բարձրաստիճան զինվորականների Մելարտուան ապստամբում է հոր դեմ։ Եվ տեսեք, ուրարտական դիցարանում լուսնի աստվածը պետք է հնչեր կամ Շելարդի կամ հավանաբար Մելարդի անունով։ Իսկ Երեմիա Մեղրեցու բառարանում ուրեմն հայերեն լուսին բառի որպես հոմանիշ նշված է Մեղարդ բառը։
Այսինքն սրանք շատ հետաքրքիր դրվագներ են, վերջերս մի չափազանց կարևոր սեպագիր բեկորներ հայտնաբերվեցին, որը ամբողջացրեցին մեր գործընկերներ մեղրից ավելի հարավ։ Եվ այնտեղ ուրեմն հիշատակվում է Արգիշտի որդի Ալան։ Դուք երբևէ լսել եք նման բան։ Ու մենք չունենք ուրարտական արքայացանկում նման որևէ մեկին, որը նաև կառուցել է կարծես թե Խալդի Աստծո քաղաք։ Նու մենք գիտենք օրինակ Արգիշտի երկրորդը կառուցել է Խալդի Աստծո քաղաք, չգիտեմ, Խալդի Կայազոր այսպես կոչված եւ այլն, նույն Սիսանի Թանահատի արձանագրությունից ունենք, բայց տեսեք ըստ երևույթին մենք ունենք մի անձնավորություն, որը արքային բնորոշ գործառույթներ է արել այդ տարածաշրջանում։ Այսինքն մեր պատկերացումները Ուրարտուի մասին փոխվում են ու էլի փոխվելու են։